Ամանորին ընթառաջ Հայաստանի Հանրապետության կառավարության ենթակա որոշ մարմիններում մաքրուհուց մինչև կառույցի ղեկավար, բացի դեկտեմբեր ամսվա աշխատավարձից ստացել են նաև պարգևավճարներ, որոնք ներկայացվում են որպես վարչապետի պրեմիա, քանի որ հենց նրա անունից են բաժանվել։ Արմնուրը կառավարության ենթակաների շրջանակներում հարցում է արել հասկանալու համար, թե ով որքան պարգևավճար է ստացել, սակայն պատասխանը միաձայն մեկն էր՝ գաղտնիք է։ Կրթության նախարարությունում որքան պարգևավճար են ստացել աշխատակիցները եւ դուք։ Ինչքան որ ստացել ենք, բոլորը հայտարարագրով կհրապարակվի կերպ։ Նայեք, Արժան ասաց, որ 3 միլիոն պարգևավճար են ստացել պատգամավորները, թաքցնելու պատճառը ո՞րն է։ Թաքցնելու բազար չկա, կհրապարակենք Երևա։ Բայց ինչու չեք ասում։ Ասում եմ կհրապարակենք Երևա։ Բայց դա իմ աշխատավարձն է, ես հայտարարագիրը կլրացնեմ, այնտեղից կտեսնեք։ Ինչու չեք ասում, ազգային ժողովի պատգամավորներն 3 միլիոն էր։ Չեմ հիշում թիվը, ազնիվ խոսք։ Չեք հիշում։ Այո, չեմ հիշում։ Կներեք։ Որքան պարգևավճար եք ստացել։ Դա հրապարական երևում է, կարա գնայեք տենա։ Օրինակ, ինչքան թիվ կասեք, արժի պատգամավորներ 3 միլիոն են ստացել։ Այդ գաղտնիք անձնական ցավը տանում։ Բա ո՞նց են ազգային ժողովի պատգամավորները ասում յուրաքանչյուրից 3 միլիոն ենք ստացել, դրա գաղտնիքը ո՞ր մասն է։ Չեմ կարող ասել իրանց մասով, բայց ամեն դեպքում այն պարգևավճարները, որը մենակ ես չեմ ստացել, մարզպետարանի բոլոր աշխատակիցներն են ստացել։ Չեմ կարող ասել, որովհետև բոլորը տարբեր են ստացել։ Նաև մենք մեր ստացած, ես իմ ստացած պարգևավճարից, նաև մեր աշխատակիցներից, որոնք վարորդներ, գործավարներ, հավաքարարներ, բոլորին պաշխվել է։ Ինչքան, պարոն Չեմ կարող ասել։ Թիվ 3 միլիոնը գերազանցում է, թե Չեմ կարող ասել, ժողովուրդ ջան, ամեն դեպքում բոլորը տարբեր թվեր են ստացել մարդկանց։ Դուք ինչքան եք ստացել ձերը։ Չեմ կարող ասել։ Չեմ կարող ասել։ 2026 թվականին սպասվող ընտրություններից մի քանի ամիս առաջ շքեղ պարգևավճարների մասին մամուլում լուրեր տարածվեցին դեկտեմբերի վերջին օրերին, որը թիրախ դարձավ եւ սոցիալական ցանցերում մեկնաբանվեց որպես նախընտրական կաշառք, որոնք տրվել են խրախուսական գումարների տեսքով։ Հարկ է հիշեցնել պաշտոնյաներին, որ միևնույնն է, պարգևավճարները հայտարարագրերում անհնար կլինի թաքցնելը։